Վերջին օրերին Թուրքիայից հնչող հայտարարություններում ընդգծվում է, որ Անկարան ցանկանում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Եվ Արևելագետի խոսքով դա իսկապես այդպես է, սակայն նրանք սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Սակայն դրան զուգահեռ մենք այս ընթացքում տեսնում ենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ, տնային աշխատանքներ, ինչպես ասում են, խոսքը վերաբերում է արտահայտվում նրանով, որ հայ եւ թուրք պաշտոնյաները բացի հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաներից պարբերաբար հանդիպում են քննարկելու ի թիվս այլ հարցերի նաեւ հաղորդակցություններին վերաբերող խնդիրներ, որոնք որ շատ կարեւոր են հետագա տարածաշրջանային ինտեգրացիոն հարցերի ծիրում։ Բացի նրանից, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները միմյանցից անկախ զարգանալ չեն կարող, միաժամանակ Միրզաբեկյանը ընդգծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ սպասողական վիճակում են։ Հետընտրական Հայաստան գործընթացներում կառավարությունը նոր ընտրությունների հետևանքով դեռևս չի ձևավորվել, իսկ ամենակարևորը նաև միջազգային դրությամբ պայմանավորված կան մեծ նաև անորոշություն, ընթանում են զարգացումներ, հատկապես Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ հատկապես Թուրքիայի ուշադրությունը դեռևս Հարավային Կովկասի ուղղությամբ չէ, առնվազն մոտ շրջանում կարծում եմ, որ Թուրքիան քայլեր չի ձեռնարկի էական հաշվի առնելով նաև այս զարգացումները, իսկ ինչ վերաբերում է հենց Հայաստանի հարաբերություններին, ապա կարծում եմ, որ այո, Թուրքիան կշարունակի պայմանավորել Հայաստանի հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան կապերով։ Արևելագետը ուշադրություն է հրավիրում նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ դեր կարող են խաղալ հաղորդակցությունները։ Այն հաղորդակցությունները, որոնք որ կարևորվում են բացի Երևանից նաև Բաքվի եւ Անկարայի կողմից, խոսքը թրիփի մասին է, միջին միջանցքի, դրանք դեռևս կառուցման փուլում են, մասնավորապես Ադրբեջանի տարածքում Թուրքիան է նախաձեռնել Կարս Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը կավարտվի լավագույն դեպքում 29-30 թվականին, Հայաստանում դեռևս այդ աշխատանքները չեն մեկնարկել, այսինքն սա նույնպես ինչ որտեղ նաև խոչընդոտ է կամ ուշացնում է հարաբերությունների կարգավորումը գոնե այդ մղումը Թուրքիայի կողմից։ Չնայած վերջին շրջանում ակտիվացել են հայ եւ թուրք գործարարների հանդիպումները, սակայն ըստ փորձագետի դրանք նույնպես չեն կարող դառնալ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթ, բայց եւ կարեւոր ազդակներ են։ Այս քայլերը նպատակ ունեն ավելացնելու երկկողմ փոխվստահության միջավայրը եւ սրանք իսկապես կարեւոր գործոն են երկկողմ հարաբերություններում։ Հայ-թուրքական հարաբերությունները գործնական փուլում կարծես հավասարվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Արևելագետը նկատի ունի Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ուղիղ առևտրաշրջանառության վերաբերյալ այնպես, ինչպես Հայաստան է ներմուծվում ադրբեջանական դիզվառելիք։ Ի սկզբանե, երբ մեկնարկեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը, Հայաստանի նպատակը եղել եւ մնում է այն, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը չպայմանավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումից եւ դա տրամաբանական կլիներ, ասում է Արևելագետը, սակայն այս հարաբերություններում կա Ադրբեջանը եւ սա եռանկյունի է։ Շանթե Ռուստանկերություն, Հորիզոն։